Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել ենք Արմավիրի Մարս գյուղ Գեղակերտ։ Հերվում տեսնում եք ատոմակայանն է, որ մոտավոր պատկերացնեք, սա էլ Արմավիր Երևան մայրուղին է, այլ կերպ ասած Հոկտեմբերյանի մայրուղին է։ Հիմա այստեղ մարդիկ մաքրման աշխատանքներ են կատարում ելակի դաշտերում։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե այս ընթացքում ելակի դաշտերում ինչ աշխատանքներ են կատարում եւ ինչ աշխատանքներ կարելի է կատարել այս ընթացքում, որպեսզի ելակները լավ աճեն ու զարգանան։ Շարժվենք առաջ, տեսնենք ինչ աշխատանքներ են անում։ Բարև ձեզ։ Ինչ աշխատանքներ եք հիմա կատարում ելակի մեջ։ Այս բերիկներն ենք փոխում, որ պետք է մի քիչ առատ լինի, որ ինքը կհացնի բան կարմրի։ Հա։ Որ արդյոք մարդիկ հավաքեն, ուղղակի մի քիչ գնային, մի քիչ հեժանա։ Իրանք չեն կարում էլի, որ վաճառեն։ Հա։ Այսինքն հիմա ելակը էժանա, ավելի լավ է բերիկները պոկեք, մաքրեք, որպեսզի աշնանը բերք ստանաք։ Որ բերքը մի քիչ կարմրի, միջև ասենք ելնեն, էլի։ Հա, հիմա ելակի երևի ամենաէժան ընթացքն է, չէ՞, ամենաէժան սեզոնն է։ Այո։ Իսկ ամսվա մեջ մոտավորապես կամ տարվա մեջ քանի անգամ եք բերիկները մաքրում։ Բանը, ասենք իրանք պարատանուց լիտրայից եղածը տալիս է, ոսկին ամսվա մեջ ոնց էլի մի 2-3 անգամ լում։ Իսկ ելակ այս ընթացքում ինչ, այսպես ասած, ոնց եք ջրում։ Որոքման ջրով։ Նկատի ունեմ քանի օրը մեկ եք ջրում։ Հավաքելուց հետո, ամեն հավաքից հետո։ Քանի որ հիմա մոտավորապես կարելի ասել 38-40 աստիճան է, նկատի ունեմ քանի օրը մեկ եք ջրում։ Մենք մաքրում ենք, որ չչանա։ Հա։ Ընդանից հետո մեր հետևից իրանք ջուրը բացում են։ Հա, այսինքն շաբաթվա մեջ 1-2 անգամ գոնե թե ջրվում է հիմա։ Չէ, մի հատ։ Մի անգամ կավային հողեր են։ Կավային հողեր են, քիչ է ջրվում։ Շատ լավ։ Իսկ այսպես, քանի որ անընդհատ մենք տեսնում ենք, որ ելակները թաղանթների վրա են, այդ սև թաղանթների վրա են անում։ Սրա առավելությունը ինչումն է, որ կաթիլային է երևի։ Մեջտեղը շլանգ է թվում։ Հա։ Իսկ էսի իրանք միանգամից մաքուր ջուր է, առվի ջուրը բացում վրեն։ Դրա համար իրանց դե ոչ մի բան պետք չի։ Հա, այսինքն Էսի սեզոնը եկավ շիշերը կխփեն, տելեֆոնը կփակեն, մենք ձմեռը արդեն սրա տակը հավականենք։ Այսինքն սա միջև ձմեռ աշխատող տեսակ է։ Էսի որ ասենք հիմա հավաքենք, եթե կարող է էսի չլինի, այնտեղ թազա ունենք դրած, այդքան քինի հավաքենք։ Տարեկան է։ Տարեկան հիմա շատ։ Իսկ սա ինչ սորտ է։ Սա ինչ սորտ է տեսակը։ Ազիան։ Ազիա։ Հա, ազիան լավագույն տեսակներից է ելակի, սիրելի հետևորդներ։ Ամբողջ տարին ռեմանտանտ սորտ է, ամբողջ տարին աճող սորտ է։ Հիմա այստեղ դուք ոնց հասկացա 4 տերևներն եք մաքրում, բերիկներն եք մաքրում։ Հա, այստեղ որ մաքուրը համ այդ կենթանիներ, մենթանիներ չունեն, շատ մգներ են ըլլում, ասենք մարդես կարող օծնի, խոսքին, առույա, ջուրը։ Հա, դե ելակների մեջ շատ է պատահում օծերը։ Շատ մաքրում ենք, համ իա որակն է մի քիչ լավանում։ Համել է տեղազները չի։ Տեսեք, շատ մշակողների մոտ տեսնում եմ, որ ուղակի վերևից մաքրում են ամբողջությամբ ելակները։ Էնի խուզման վախտը։ Հա, հիմա երբ է դրա վախտը։ Մենք այնտեղ արդեն խուզե պրծել ենք։ Սա չի խուզվելու։ Չէ։ Իսկ որ տեսակն է, որ խուզվում է։ Տարեկան է թե ռեմանտանտ է։ Ամսական։ Տարեկանը չի։ Տարեկանը չի խուզվում։ Ամսականը ոչ։ Իսկ ամսականի խուզման ընթացքը, ասենց ասեմ, մոտավորապես երբ է։ Արդեն Մոտ մի ամիս կլինի արել եք 20 օր առաջ, թե շատ։ Ամիս։ Վարշավ կլուբնիկը։ Հա, ամիս կա խուզել ենք։ Հունիսին։ Սա էլ է խուզվածը։ Այ հենա, տես խուզվածը, հենց այ։ Հիմա կմոտենանք առաջ այնտեղ էլ կտեսնենք։ Ասենք այնտեղ մի աղբեն արդեն իան էդի խուզել է թազեն ուրիշ տեղ է, որ հավաք են անում։ Իսկ էսի մենք հավաք ենք անում։ Այսինքն նրա որ բերքը բռնի, արդեն աշնան համար որ բերքը բռնի, երբ կբռնի։ Այդ արդեն ապրիլ։ Հա, այսինքն հաջորդ գարնան համար։ Էսի։ Դա արդեն գարնանը չի։ Գարնան կլուբնիկը ապրիլին որ ջերմոցները փակում են, մտնում ենք նորից։ Երբ են փակում ջերմոցները, որ բերքը շուտ ստանան, շուտ դուրս գա։ Հա, հասկանալի։ Այսինքն ամբողջ ձմեռ ինքը կմնա ծածկի տակ, վաղ գարնանը վեգետացիան ավելի արագ կլինի։ Հա, իրանք մշակությունները սա անում են։ Հա։
Հուվարից, փետրվարից, այդպես մարտ։ Այսինքն այսպես ենք հասկանում։ Եթե ամսեկանա, ամսեկանի դեպքում հիմա արդեն պիտի մաքրած լինեն։ Եթե տարեկանա, տարեկանին հիմա անընդհատ մաքրում են։ Դե հələ որ էսի մենք հավաք ունենք, նայ հələ որ էսի բերքերը։ Էսի քանի չի բրծե հնձում չի լինում։ Հա։ Իսկ սրա հնձումը երբ է լինում։ Այդ էսի հնձում չէ, վարում են, անում են, վարում են։ Էսի Քանի տարի մեկ եք վերատնկում։ ամեն տարի իրանք փոխում են տեղերը։ Նույնից եք բերքը վերցնում, սածիլը վերցնում։ Հիմա այնտեղ ունենք։ Հա։ Այն կոմի վրա կա, ինքը արդեն փռվակ է։ Մենք էդի Այսա մի հատ Էսի թողում են, մոտեցրեք։ էսի թողում են։ Հա։ Սա հիմա դուք Հանում թողելու են։ եք։ Չէ, ստեղ էդի չի։ Հիմա հանում են նորից սածիլ են անում։ Հա, հասկացա։ Ցույց տամ։ Էսա բերիկները։ նայ, այդտեղ։ Հա, Այսպես դե պետք է ունենք, հանենք, որ բերիկները չենք հանենք, անում։ տնկենք, էսի մի պահ, հա, լավ պահ է, հիմա ցարմատ երևում էր։ Այսինքն պետք է հանենք, որ իրանք ջրի մեջ ուրիշ մարդիկ են գալի։ Շփվում են տալիս։ Սա այսինքն եթե շարքերում լինում է առանձնացնում եք։ Չեն կարող Էսի մենք հիմա չենք կարող, ով Հա, հողում շիմանում ենք։ Իսկ այդ տվյալ տեղինը որ պետք է հանի շթին, դա օբշակ մնացել է, ձեր չենք Հա։ Այսինքն շիթիլի դաշտը առանձին է, բերքի դաշտը առանձին է։ Հա, որպեսի բերքը չտուժի շիթիլի հաշվին, շիթիլն է չտուժի բերքի հաշվին։ Հասկանալի է։ Հիմա գնանք նաև տեսնենք արդեն մի ամիս առաջ մաքրած ելակները, տեսնենք այնտեղ ինչ վիճակ է։ Ես հասա այստեղ սիրելի դեպորտներ։ Ահա սիրելի դեպորտներ, հասա նաև այս մյուս հատվածը, այստեղ այդ ամսական սորտն է։ Սա լինելու է հաջորդ բերքը, հաջորդ գարնանը։ Տեսեք, նոր մաքրել են, որ ասում են խուզել են։ Սա այդ խուզած վիճակն է, ամբողջությամբ մաքրում են, որ թողնեն նոր տերևները դուրս գան, սա արդեն էլ բերքի չի նստին ու մի քանի հատ բերք կարող է տալ, բայց նպատակահարմար չի, որ դա թողեն, վաղ գարնեն էլ արդեն բեղիկները կմաքրեն, որ նստի հիանալի բերքի։ Հիմա տեսեք, այսպես շարքերով որ անցնեմ, կողքից էլ որ ցույց տամ, կպատկերացնեք ինչ մեծ չափերի դաշտ է։ Ամենայն դեպս վերջը չի երևում։ Ամեն դեպքում երկու կողմից եւ կա ամսեկան եւ կա տարեկան սորտեր։ Մի հատ հասկանանք սա ինչ է։ Իսկ այս մյուսի անունը ինչպես է։ Անունը։ Այս մյուս ելակի։ Ալբիոն։ Սա էլ ալբիոնն է։ Ալբիոնն էլ լավ բերքատու ելակ է։ Այսպես շարժվեմ առաջ, տեսեք, արդեն պատրաստել են, որ մնում է խորաշնանը ուղակի թաղանթները կապեն վրան։ Այսպես սիրելի հետևորդներ, դե ինչ, այսքանով երևի ավարտենք, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնենք հաջորդ տեսանյութերը։ Ձեր բաժանորդագրությունները օգնում են ինձ, որպեսզի ես կարողանամ ել ավելի շատ տեսանյութեր նկարեմ, ինձ ոգևորում են, կարող եք նաև մեկնաբանությունների բաժնում թողնել ձեր մեկնաբանությունները, հարցերը պարբերաբար դրանց կանդրադառնամ եւ կպատասխանեմ։ Դե ինչ, լավ մնացեք, աջակցեք ալիքին ձեր մեկնաբանություններով եւ բաժանորդագրություններով, իսկ մենք կհանդիպենք